Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է։ Ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, եկեք այսօրվա մեր հաղորդումը սկսենք մի փոքրիկ իրավիճակի ներկայացումից։ Եվ այսպես պատկերացրեք, տան երկու երեխաները, ավագ որդին եւ փոքրը, միասին որևէ խաղ են խաղում։ Քարտային խաղ, եւ այդ խաղի ավարտին, երբ փոքրը տեսնում է, որ պարտվում է, սկսում է գոռգոռալ, աղմկել, քարտերն իրար է խառնում եւ ասում է, որ այդպես արդար չէ, եւ իրենք նորից պետք է սկսեն խաղալ։ Ինչին ի պատասխան, ավագ տղան սկսում է բարկանալ եւ ասում է, որ այլևս չի ցանկանում խաղալ, քանի որ փոքրիկը միշտ անարդար է իրեն պահում, արդեն այլևս ցանկություն չունի ամեն անգամ պարտվողի դերում լինելու։ Ինչին ի պատասխան փոքրը բնականաբար կտրուկ է արձագանքում, տանը աղմուկ է բարձրանում, մեծահասակները սկսում են սաստել երեխաներին եւ իհարկե դեպքերի մեծամասնությունում տուժում է ավագ երեխան։ Որպեսզի փոքրի լացը կտրեն, աղմուկը դադարեցնեն, խնդրում են ավագ տղային, որպեսզի համաձայնի լինել պարտվող տվյալ իրավիճակում, կամ ավելի մեղմ տարբերակ են ընտրում եւ ասում են, որ համաձայնի, որ գոնե խաղն ավարտվի ոչ ոքի, կամ նորից սկսեն խաղալ եւ այդպես շարունակ։ Իրականում այդ մոտեցումը շատ վնաս է տալիս հատկապես ավագ երեխային, բայց փոքրին եւս։ Հիմա եկեք հերթականությամբ անդրադառնանք ու հասկանանք, թե ինչով է վնասակար։ Առաջին հայացքից դուք ընդամենը փորձում եք ընտանիքում անդորը վերականգնել, բայց եթե անընդհատ տան մեծին ստիպում եք, որպեսզի զիջի փոքրին, նրա մոտ ներքին նեղվածություն է ձևավորվում, անարդարության զգացում եւ հետագայում հնարավոր է, որ նա շարունակի զիջել նաև այլոց, դպրոցում, փողոցում եւ այդպես շարունակ ու մտածի, որ դա բնականon երևույթ է։ Մյուս կողմից էլ փոքրը սովորում է, որ իրեն միշտ պետք է զիջեն, որ ամեն հարցում նա պետք է հաղթող լինի եւ քանի որ մենք մեծահասակներս չենք կարող միշտ եւ ամենուր երեխաներին պաշտպանել, լինել իրենց կողքին, վտանգներից ազատել, հետեւաբար հաջորդ անգամները, երբ դուք իր կողքին չլինեք եւ նա բախվի պարտության երևույթին, նա այդ ամենը շատ ցավոտ կտանի։ Դրա համար հարգելի ծնողներ, պետք չէ երեխային զերծ պահել այդ երևույթից, պետք չէ տանը դադարեցնել մրցակցային խաղեր խաղալ կամ անել այնպես, որ միշտ երեխան վերջնական արդյունքում հաղթի, որովհետև երեխայի մեծանալը միայն ընտանիքի ներսում չի լինում, չէ՞, պատկերացրեք երեխան դպրոցում, փողոցում, բակում, մանկապարտեզում բազմաթիվ խաղեր է խաղում եւ շատ հաճախ այդ խաղերում միշտ որոշվում է ով է ամենաարագը վազում, ով է բարձրը ցատկում, ով է ամենաուշադիրը, խելացին եւ այդպես շարունակ։ Ու եթե դուք ձեր երեխային մշտապես զերծ պահեք պարտությունից, նա հետագայում կյանքում բազմաթիվ դժվարությունների կհանդիպի։ Օրինակ, եթե գնա դպրոց եւ տեսնի, որ ինչ-որ մեկն իրեն հաղթում է, նա այլևս ցանկություն չի ունենա գնալ դպրոց եւ այդպես շարունակ։ Դրա համար եկեք այս պահից սկսած պայմանավորվենք, որ երեխային աստիճանաբար կփորձեք բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում խաղը, ինչ իմաստ ունի այն, ինչ է հաղթանակը եւ ինչ է պարտությունը։ Բայց այդ ամենն անելու համար դուք նախ պետք է հանգստություն պահպանեք եւ իմանաք մի քանի կարեւոր կետեր։ Երբ երեխան առաջին անգամ բախվում է պարտության երևույթին, իր մոտ սկզբում կարող է առաջանալ հերքման զգացողություն։ Պատկերացրեք երեխան պարտվել է եւ հերքում է դա, ասում է ոչ, չի պարտվել, ոչ, խաղն արդար չէր, այ եթե դուք այսպես չաղմկեիք, ես իմ ուշադրությունը չէի շեղի եւ չէի պարտվի, այ եթե այս պահին քարտերը ես բաժանեի, ես հաստատ կհաղթեի ու այդպես շարունակ։ Այսինքն սկզբում հերքում է, ասելով, որ չի պարտվել, իսկ հետագայում փորձում է մեղքը բարթել քարտերի, շրջապատող աղմուկի կամ մեկ այլ անձնավորության վրա։ Ու այստեղ շատ կարևոր է, որպեսզի դուք ոչ թե իրեն լռեցնելու համար ասեք, այո, դու չես պարտվել կամ նմանատիպ այլ բաներ, այլ փորձեք հասկանալ երեխային հնարավորինս իրեն հանգստացնելով։ Այո, ես տեսնում եմ, որ դու պարտվել ես եւ տխրել ես այդ պատճառով, բայց արի փորձենք ինչ-որ
ինչ-որ բան փոխել այնուամենայնիվ։ Դու պետք է իմանաս, որ խաղում հնարավոր չէ միշտ հաղթանակներ տոնել, եւ իրականում խաղը նախատեսված է նրա համար, որ դու ընկերներիդ հետ կարողանաս հետաքրքիր ժամանակ ունենալ, ընկերների, հարազատների կամ ընտանիքի անդամների հետ, այդ ամենը այս պահին երկրորդական է, կարևորը, որ դուք կարողանաք երեխային ճիշտ մատուցել խաղի իմաստը։ Հետո արդեն երեխան սկսում է պահանջել, որ եւս մեկ անգամ իր հետ խաղաք, որ այս անգամ ինքը անպայման հաղթելու է եւ այդպես շարունակ, որովհետեւ հարգելի ծնողներ, շատ դեպքերում մենք ինքներս ենք մեր երեխաներին միայն հաղթանակի տրամադրում կամ շատ մեծ ակնկալիքներ իրենից ունենում եւ դրանով իսկ վնասում ենք երեխային։ Պատմեմ իմ աշխատանքային գործունեությունից մի դեպք։ Ես ունեի փոքրիկ այցելու, ով շատ երկար ժամանակ ցածր ինքնագնահատականի պատճառով բազմաթիվ խնդիրների առաջ էր կանգնում։ Երբ մենք աշխատեցինք միասին, պարզվեց, որ սպորտային մրցումներից մեկի ժամանակ իր հայրիկը իրեն տրամադրել էր, որ նա պետք է միայն առաջին հորիզոնականը զբաղեցնի, ունենա ոսկե մեդալ եւ երկրորդ կամ երրորդ տեղերն իր համար չեն նախատեսված։ Իհարկե ես ավելի մեղմ տարբերակով եմ ներկայացնում, բայց պատկերացրեք երեխայի հոգեվիճակը, երբ այդ ամենը լսելով, զգալով, թե որքան մեծ պատասխանատվություն կա իր փխրուն ուսերին դրված եւ որքան մեծ սպասելիքներ ունեն իրենից, գնաց եւ զբաղեցրեց երրորդ տեղը։ Դրանից հետո երեխան արտասվել է դահլիճում, ցանկացել է կրկին փորձել, որպեսզի այս անգամ արդարացնի հայրիկի սպասելիքները եւ այդպես շարունակ։ Այստեղ իհարկե շատ կարեւոր է նաեւ մեծահասակների արձագանքը երեխայի երրորդ տեղը զբաղեցնելուն։ Շատ դեպքերում բարկանում են, ասում են, որ ավելին էին սպասում եւ այդպես շարունակ։ Բայց այնուամենայնիվ, եթե դուք տեսնում եք, որ երեխան շատ մեծ ջանքեր է գործադրել ու իր մոտ չի ստացվել, պետք է հնարավորինս մեղմ վերաբերվել եւ երեխային բացատրել, որ այստեղ առաջնահերթությունը տրվում է ոչ թե թվանշանին, այլ նրան, որ երեխան կարողացել է գալ, մասնակցել մրցմանը եւ ճիշտ ձևով ներկայացնել իր ուժը, իր հնարավորությունները։ Վստահ եմ, որ շատերդ միգուցե չհամաձայնեք այս տեսակետի հետ, ասելով, որ իրականում պետք է ավելի խիստ գտնվել, պետք է ավելի տրամադրել հաղթանակներին, որպեսզի երեխաներն իրենց հնարավորությունների սահմաննում կարողանան առաջ գնալ։ Բայց հարգելի հեռուստադիտող, եկեք հիշենք մի կարևոր հանգամանք, որ ցանկացած երեխա առանձնահատուկ է, եւ դուք չեք կարող միևնույն դաստիարակման ոճ կիրառել բոլոր երեխաների նկատմամբ։ Ճիշտ այդպես դպրոցում ուսուցիչը չի կարող բոլոր երեխաներին վերաբերել նույն կերպ, չէ՞ որ կան երեխաներ, ովքեր ավելի նրբազգաց են եւ ցանկացած բացասական արտահայտություն արված իրենց հասցեին հետագայում կարող է իրենց ցածր ինքնագնահատականի կամ մոտիվացիայի պակասի պատճառ դառնալ։ Իհարկե մենք միշտ էլ կարող ենք աշխատել, երեխայի ստրեսադիմացկունության մակարդակը բարձրացնել եւ այդպես շարունակ, բայց ոչինչ միանգամից չի լինում։ Պետք է զինվել համբերությամբ եւ փորձել երեխային օգնել դժվարին իրավիճակներում։ Եվ այսպես պատկերացրեք, որ ընտանիքի անդամները անընդհատ վիճաբանում են հենց հաղթողի եւ պարտվողի դերի պատճառով։ Նման դեպքերում, հատկապես եթե երեխան ավելի փոքր է, դուք կարող եք երեխային օգնել, օգտագործելով թերապևտիկ հեքիաթներ, օգտագործելով խաղի տարբեր տեսակներ եւ հնարավորության սահմաններում այդ խաղերում ներգրավեք նաեւ դուք ինքներդ։ Հարգելի հեռուստադիտող, հաղորդման երկրորդ հատվածում ձեզ կներկայացնենք թերապևտիկ հեքիաթ, որը նվիրված է մեր այսօրվա թեմային, բայց դուք այդ թերապևտիկ հեքիաթը կարող եք ձևափոխել ձեր երեխայի անձնային առանձնահատկությունը, բնավորության գծերը, տարիքը հաշվի առնելով։ Եվ այսպես այսօրվա մեր թերապևտիկ հեքիաթը Տիգրանի մասին է, ով պարտվել չէր սիրում։ Տիգրանն ուներ ավագ քույր եւ մեծ հաճույքով իր հետ խաղում էր, բայց ամեն անգամ, երբ զգում էր, որ խաղի վերջում պետք է պարտվի, անմիջապես բարկանում էր, գոռգոռում էր եւ ասես իր փոքրիկ սրտիկի վրա մի մեծ հրաբուխ ժայթքեր, այդպիսի ջերմություն էր զգում, անհանգստանում էր ու վերջնական արդյունքում ստացվում էր այնպես, որ նա եւ քույրը վիճում էին, վիրավորված գնում էին քնելու։ Ստացվեց այնպես, որ մի օր մեր Տիգրանի երազին եկավ իր ամենասիրելի սուպերհերոսը։
Եվ Տիգրանը որոշեց ճշտել սուպերհերոսից։ Ինչ կարելի է անել, որպեսզի խաղերն ամեն անգամ նման ավարտ չունենան։ Ինչին ի պատասխան հերոսն ասաց, որ կան 3 շատ կարևոր գաղտնիքներ, որոնց պահպանումը Տիգրանին կօգնի, որ նա հետագայում պարտությանն ավելի հանգիստ վերաբերվի։ Եվ սկսեց պատմել, թե որոնք են այդ գաղտնիքները։ Նա ասաց, որ առաջին գաղտնիքը կոչվում է կանգառ։ Այսինքն ամեն անգամ, երբ դու զգում ես, որ քո սրտում փոքրիկ կամ մեծ հրաբուխ է ժայթքում, դու պետք է մի պահ կանգ առնես եւ փորձես ձեռքդ դնել քո սրտին ու ասել, որ քեզ մոտ ամեն ինչ կարգին է, շուտով կխաղաղվես։ Երկրորդ գաղտնիքը կապված է շնչառության հետ։ Շունչ, ներշունչ։ Տիգրանը պետք է փորձի քթով խորը շունչ քաշել, այնպես ասես իր ամենասիրելի քաղցրավենիքի անուշաբույր հոտն է քաշում։ Ահա այսպես, բերանը փակ, քթով շնչում է։ Իսկ հետո պետք է փորձի արտաշնչել շատ հանգիստ, ասես փորձում է ոչ թե հանգցնել մոմը, այլ անել այնպես, որպեսզի մոմի վրայի կրակը սկսի պարել։ Ահա այդպես, եւ դրանից հետո Տիգրանը կզգա, որ հրաբուխի կրակը հնարավորինս մեղմացել է, իսկ արդեն երրորդ կետը, երրորդ գաղտնիքը, որի մասին որ սուպերհերոսը պատմեց Տիգրանին, դա կամրջի գաղտնիքն է։ Պատկերացրեք, երբ Տիգրանը եւ քույրն ամեն անգամ վիճում են, այդ ամենը նման է առճակատման։ Նրանք ասես ճակատ-ճակատի դուրս են գալիս եւ սկսում են վիճել։ Իսկ սուպերհերոսը բացատրեց, որ իրականում խաղը ոչ թե ռազմաճակատ է կամ մեծ պատերազմ, այլ կամուրջ է, որն օգնում է, որ իրենք նոր գիտելիքների աշխարհ բացահայտեն։ Ու ասաց, որ խաղին պետք է վերաբերել ոչ թե որպես մրցույթի, որտեղ ինչ-որ մեկը միշտ հաղթող է, ավելի խելացի է, իսկ մյուսը հակառակը, այլ պետք է վերաբերել որպես գեղեցիկ արարողակարգի, որպես կամրջով անցնելու, որովհետև կամուրջը մեզ շատ դեպքերում տանում է անծանոթ գեղեցիկ վայրեր բացահայտելուն։ Այդ պահին Տիգրանը արթնացավ եւ փորձեց վերլուծել այն ամենը, ինչ սովորել էր սուպերհերոսից։ Գնաց կանչեց քրոջը խաղալու եւ երբ հերթական անգամ նա պարտվեց այդ խաղում, հասկացավ, որ նախկինի պես մեծ հրաբուխ չի ժայթքում։ Իհարկե զգաց որոշակի ջերմություն սրտի հատվածում, բայց հիշեց խորհուրդները, առաջինը սկսեց իրեն ասել, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, երկրորդը հանգստացնել շնչառությունը, իսկ երրորդն արդեն խաղին վերաբերվել որպես շատ հետաքրքիր ու գեղեցիկ համատեղ գործունեություն։ Այդ պահից սկսած Տիգրանն այլևս այդպես դժվարությամբ չէր տանում պարտությունը եւ հասկացավ մշտապես հաղթանակներ տոնելն էլ ինչ որ ձևով անհետաքրքիր է դառնում։ Այդ պատճառով հետագայում նա սկսեց ավելի հանգիստ վերաբերել պարտությանը եւ իր եւ քույրիկի հարաբերություններն ավելի ջերմ ու մտերիմ դարձան։ Հարգելի հեռուստադիտող, հուսով ենք այսօրվա հաղորդումը ձեզ համար օգտակար եղավ։ Իսկ ձեզ անհանգստացնող հարցերը, կարծիքները կամ առաջարկները դուք կարող եք գրել YouTube-յան մեր էջի ծնողի կողքին հաղորդաշարի հատվածում։ Ձեզ հետ այսօր Սիրանուշ Օհանյանն էր։ Կհանդիպենք։